Ես չեմ ուզում պեսիմիստ լինել եւ մտածել, որ այս ծառայությունը իմիտացիա է եւ ամեն ինչ թղթի վրա է մնալու, նամանավանդ հաշվի առնելով, որ պրոբացիոն ծառայության ստեղծման մասին ի սկզբանե նախատեսված է եղել հենց նախագահի կարգադրությամբ դատական եւ իրավական բարեփոխումները 2012-16 թվականների ռազմավարական ծրագրում հստակ նշված է ստեղծել քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիոն ծառայություն։ Այսինքն վերջի մենք ունենալու ենք այդ ծառայությունը։ Մենք այսօր համագործակցում ենք Հայաստանյան Հանրապետությունը համագործակցում Եվրոպայի խորհրդի հետ, կա Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող հատուկ առանձին ծրագիր Եվրամիության Եվրոպայի խորհրդի համատեղ ֆինանսավորման, որի ամբողջ ջանքերը ուղղված են Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրման։ Այլ կերպ ասած, սա նաև պարտադրված է։ Այո, պարտադրված է, որովհետև եթե մենք չստեղծենք պրոբացիոն ծառայություն, դուրս է գալիս մենք ստում ենք այ Եվրոպայի խորհրդի առջև։ Ինչը ընդունելի չի։ Ինչ է պրոբացիայի ծառայությունը։ Պրոբացիայի ծառայությունը ըստ պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգի, ինչպես նաև արդեն մշակված դեռևս շրջանառության մեջ չդրված, բայց մշակված իրավական ակտերի փաթեթի, դա պետական ծառայության տեսակ է, որը գործելու է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համակարգում, լինելու է առանձնացված ստորաբաժան։ Պրոբացիոն ծառայողները լինելու են պետական ծառայողներ։ Պրոբացիան ինքնին, ասեմ, հասկացությունը վերցված է Եվրոպայի խորհրդի մի շարք հանձնարարականներից, դա օրենքով նախատեսված եւ հանցագործություն կատարած անձին նկատմամբ նշանակված պատիժներ եւ հարկադրանքի միջոցներն են, որոնք կիրառվելու են հասարակությունում, այսինքն նրանց ազատության մեջ։ Սա հենց պրոբացիայի հասկացությունն է։ Այսինքն ցանկացած հարկադրանք, ցանկացած պատիժ, որը նշանակվում եւ իրականացվում է անձի նկատմամբ, պետք է բացառապես իրագործվի հասարակությունում։ Այս սա է ամբողջ պրոբացիայի գաղափարը։ Պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգով էլի պիտի հղում անենք երևի միակ իրավական ակտին այս դեպքում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգն է։ Եթե խոսենք քրեական օրենսգրքի այսօր էլ թույլատրելի հոդվածներից, որ մարդուն կարող են պայմաններով թողել հասարակությունում, այո, դա ունենք, դա պատիժը պայմանականորեն չկիրառելն է կամ պատժի հետաձգման ինստիտուտները, որոնք թերևս իրականացվում են դեռևս 2005 թվականից քրեակատարողական ծառայությունում ստեղծված այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների կողմից 3 տեսակի այլընտրանքային ազատազրկում չենթադրող պատժատեսակների կատարում, վերահսկողության տարբեր ձևերի կատարում։ Սա թույլատրելի է, հիմա ինչքանով է իրականացում, ինչքանով ոչ, կդժվարանամ թվեր հիշել, որ կատարում են այդ բաժինները այսօր եւս։ Ինչ կտա պրոբացիայի ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը կփորձի երևի թե, կարծում եմ, մաքսիմալ առավելագույնս լինի երաշխիք այն բանի, որ մարդը, որը շատ վտանգավոր չի հասարակության համար, իր պատիժը կրի հասարակությունում։ Սա պրոբացիայի կարևորագույն առանցքային հարցերից մեկն է, որ պետք չի մարդուն ազատազրկել, նույնիսկ եթե նա կատարել է հանցագործություն, իսկ պրոբացիայի ծառայությունը միայն հանցագործություն կատարած անձանց մասով է։ Մարդ, որը վտանգավոր չէ հասարակության համար, կարիքը չկա, որպեսզի գնա ազատազրկման վայր։ Ավելին, եթե սրան կպցնում ենք նաև վերականգնողական արդարադատության սկզբունքը, այն է փոխհատուցել տուժողին եւ համայնքին պատճառած վնասը, այս դեպքում է, որ մենք ասում ենք վերականգնողական արդարադատությունը առավել ճկուն հակազդում է հանցավորությանը եւ նկատի ենք ունենում, որ շեշտադրվում է անձը, որ կատարել է հանցագործություն եւ անձիկ կամ համայնքը, որոնք տուժել են հանցագործությունը կատարելուց։ Եվ այս իմաստով վերականգնողական արդարադատության բլոկներ իր հերթին ասում է, գիտեք, եթե տուժողին պատճառել եք վնաս հարգելի հանցագործություն կատարած անձ, վերականգնիր դա եւ նաեւ այսպես տուժողի թույլ տվությամբ ճակերտավոր դու եւս մնում ես հասարակությունում, ինչու որովհետեւ այդ հասարակություն ասածը, համայնք ասածը հանցագործություն կատարած անձի համար առաջին հերթին տուժողն է։ Ինչ վերաբերվում է գերբնակեցման խնդրի լուծմանը, սա չորրորդական խնդիրն է որպես արդյունք, որ կարող է լուծվել պրոբացիայի ծառայության ներդրմամբ։ Արդեն այն մարդկանց նկատմամբ, որոնք բանտախցելում են։ Սա ենթադրում եմ, որ ոչ։
Սա կարող է իրավական առումով պարոն Հովհաննիսյանը շատ ավելի ամբողջական կասի երևի դրա մասին, որովհետև նաև այդ համահեղինակն է իրավական ակտերի նախագծերի, որոնք այսօր արդեն իսկ կատարվել են, բայց դա անցումային դրույթ է, որ ցանկացած օրենքով կարող եք ֆիքսել, որ գիտեք, այս օրենքը ուժի մեջ է մտնում այս ինչ ժամանակահատվածից եւ օրինակ մինչեւ 1 տարի ազատազրկում ենթադրող պատժատեսակները ազատազրկումը, որը եղել է անձանց նկատմամբ, այդ անձիկ կարող է դուրս գան հասարակություն։ Բայց այս պահի դրությամբ օրենքները չեն նախատեսված, ոչ։ Ես այդ շատ կարևոր բան եք ասում, ֆիքսենք։ Պրոբացիայի ծառայությունը ոչ ներման, ոչ համաներման, ոչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտ չէ։ Պրոբացիայի ծառայությունը, երբ մենք ասում ենք գերբնակեցման նվազում, որ նպաստում է գերբնակեցման նվազեցմանը, մենք ի նկատի ունենք հետևյալը. պրոբացիայի ծառայության միջդատական հատվածում համապատասխան այդ զեկույց բառը օգտագործել, միջնորդություն, զեկույց, եզրակացություն էական չի դրանով ինչ կդրվի տեղեկանքի իմաստով, զեկույցների միջոցով ապահովում ես, որպեսզի մարդը, որի նկատմամբ կարող էր ընտրվել կալանավորումը որպես խափան միջոց, այսօր ելնելով որպես կանոն բանից, հոդվածից ենթադրյալ այլ ոչ թե անձից, ասում եմ այս անձը, որը ենթադրաբար կարող է լինել ոչ վտանգավոր բանի հասարակության համար, կալանավորումը որպես խափան միջոց մի ընտրեք, հարգելի դատախազ եւ դատարան, որոշման տեսակետից դատարան։ Դատական process-ի մեջ կիրառվող Չես թույլ տալիս, միտքը հետեւյալն է, չես թույլ տալիս կամ սահմանափակում ես մուտքը քրեակատարողական հիմնարկ մարդկանց։ Մյուս կողմից էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում դու արդեն կարողանում ես երաշխիքներ ստեղծած մարդուն պատժից պայմանական վաղաժամկետ ազատել, որովհետև դու ունենում ես մի մարմին, այն է պրոբացիայի ծառայությունը, որը բանտային համակարգում, բանտերում իրականացված աշխատանքների հետագա վերահսկողն է։ Նորից տալիս ես զեկույց դատարանին այն մասին, որ անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել թե ոչ, եւ ինչ պայմաններով պիտի ազատվի վաղաժամկետ անձը։ Սա այն թեման էր, որը պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգի մշակման ժամանակ տարբեր կառույցներ, տարբեր դիրքորոշումներ ունեին։ Արդյոք պետք է պրոբացիոն ծառայողը իր նախաձեռնությամբ դիմի դատարան կամ վարույթ իրականացնող այլ մարմնին, թե դա դիսպոզիտիվ է եւ դատարանը կամ վարույթ իրականացնող այլ մարմինը ինքն է իր հայեցողությամբ դիմում պրոբացիայի ծառայությանը եւ միջնորդում որոշակի զեկույց տրամադրելով։ Վերջնական տարբերակը հայեցակարգի, որը հավանության արժանացավ կառավարության կողմից 2015 թվականի ապրիլի 30-ին, ասում է հետևյալը. Միջդատական վարույթում իրական հետապնդում իրականացնող մարմինը ինքը իր ցանկությամբ միջնորդում է պրոբացիոն ծառայությանը, ասում է դուր զեկույց անձի վերաբերյալ, որ ես էլ ինքս կողմնորոշվեմ ինչ խափանման միջոց ընտրեմ։ Եվ դա պարտադիր պայման է։ Պարտադիր է պրոբացիայի համար, եթե կա միջնորդությունը։ Սակայն վարույթ իրականացնող մարմինը ինքը իրանով պարտավոր չի ամեն դեպքում դիմելու պրոբացիոն ծառայությանը եւ այդ զեկույցը ստանալու։ Սա կոռուպցիոն ռիսկեր չի առաջացնում։ Այսինքն սա իր հիմնական վեճը տարբեր կառույցների արդյոք պետք է պարտադիր զեկույցը տրամադրվի պրոբացիոն ծառայության կողմից, թե վարույթ իրականացնող մարմինը ինքն է նախաձեռնողը եւ ինքն է ընտրում։ Դասնել այդ զեկույցը թե չէ։ Կարող է շահերի պաշտպանության համար դիմել պրոբացիոն ծառայությանը։ Այսօրվա հաստատված հայեցակարգով ոչ, քննարկումների ժամանակ նախագծման փուլում այդ առաջարկները եղել են, որ նույն պաշտպանության կողմը կլինի դա կասկածյալը մեղադրելը կամ հենց նրանց ներկայացուցիչը, պաշտպաննել իրավունք ունենան դիմելու եւ պրոբացիոն ծառայությունից ստանալու այդ զեկույցը, սակայն վերջնական տարբերակում թողնվել է միայն քրեական հետապնդում իրականացնող մարմինը եւ դատանը, որոնք իրենց հայեցողությամբ կամ գդիմեն կստանան այդ զեկույցը կամ չէ։ Միակ տարբերությունը, միակ առանձնահատկությունը տալիս որոշելու մարդու ճակատագիրը։ Որոշող չի ժողովուրդ։ Հենց դատանը չէ իր կմահաճույքով որոշում դիմել պրոբացիոն ծառայությանը թե ոչ։ Ամբողջ խնդիրը այն է, դա արդեն վաճառելու բան է։ Այստեղ խնդիրը ինչն է, շեշտադրումը ինչի վրա է դրված, թե ինչ իրավական ուժ պետք է ունենա պրոբացիոն ծառայողի տրված զեկույցը։ Վերջի վերջո հաստատվեց այն տարբերակը, որ դա ընդհանրապես խորհրդատվական բնույթ է կրում, ոչ մեկի համար պարտադիր չի, եւ վերջի վերջո դա դատարանը վերջնական որոշում ինքն է կայացնում, ավելին ասեմ, պրոբացիոն ծառայողը զեկույց տալուց որևիցե ինչ որ գնահատականներ չի տալու, թե օրինակ անձին նպատակահարմար է այս խափանման միջոցի ընտրությունը կամ այս տեսակ
բաժի ընտրությունը, ոչ։ Պրոբացիոն ծառայողը իր զեկույցում ընդամենը անդրադառնալու է կոնկրետ անձին, նրա սոցիալական եւ գույքային վիճակին, նրա կապին իր ընտանիքի հետ, ունի թե չունի, բնակության վայրի առկայություն, Հանցատեսակը աշխատանքի, օրինակ, դաշան մարդասպանը եւ անձը շատ լավ ազնվորություն։ Որևիցե չափանիշ միակ առանձնահատկությունը դա անչափահասների հետ կապված է, որ զեկույցները ամեն դեպքում պարտադիր են պրոբացիոն ծառայության կողմից, եթե խոսքը գնում է անչափահաս, կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ։ Ընտանիքը պահպանում է իր դերն ու նշանակությունը։ Այսօր պատժելով հանցագործություն կատարած անձին ուղարկելով ազատազրկման վայր, մենք ըստ էության ազատազրկման ենք դատապարտում նաև իր ընտանիքի անդամներին։ Ծախսեր, ժամանակ եւ այլ։ Ունենալով պրոբացիայի ծառայություն դու թողնում ես օջախի ընտանիքի պաշտպանությունը հասարակություն։ Երկրորդ, մենք ունենում ենք դուժողին վնասը պատճառելու լավագույն մեխանիզմը։ Երրորդ, որ մենք ունենալու ենք այն դատական համակարգի թեթևացում, այսինքն ծանրաբեռնվածության նվազեցում, մենք ունենալու ենք անձ, որը կարողանում է բանտային ենթամշակույթից դուրս դրանով չներծծված լինելով հանդերձ, վերականգնվել որպես այդպիսին հասարակությունում, որովհետև նվազեցնելու ենք այն պրոբացիայի ծառայությունը նվազեցնելու է այն որակները, որոնք ենթադրաբար նպաստել են հանցագործություն կատարելուն։ Եվ ամենավերջում, բայց ոչ վերջին ըստ էության, ֆինանսական բավականին խնայողություններ, որոնք պրոբացիայի ծառայությունը ներդնելիս ունենում ես բանտային համակարգի հետ համեմատած ընդամենը։ Ընդամենը նշում եմ, որովհետև դեռ պարզ չի ինչ գումարներ կգան կամ կգնան, բայց այն հաշիվը որ կա, մենք ենթադրենք 10 անգամ ավելի քիչ է պրոբացիայի տակ գտնվող դատապարտելին պահելը։ Այս իմաստով նաև բանտում գտնվելու հետ համեմատած ինքը ավելի էժան միջոց է հանդիսանում հարկատուների բեռը թեթևացնելու իմաստով։ Բացասական ու ռիսկային այդ պատրանքային հատվածն է, որ ասացի, որ ամենակարևոր հանցավորության աճ կարող է նկատվել դիտարկելով, որ պրոբացիան դեռևս պատիժ չի։ Երկրորդ ռիսկային գործոններից մեկը, որ դիտարկվում է սա, թե այդ որ մասնագետներն են, որ պիտի գան ու աշխատեն պրոբացիայի ծառայությունում, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, կրիմինոլոգներ, մենք ունենք այդ քանակությունը, բայց արդյոք ցանկություն կլինի այս ոլորտում աշխատել, թե չէ, այս կարևոր հարցերից մեկն է, որպես այդպեսի։ Ռիսկային են բոլոր դերակատարների կամքը պրոբացիայի ծառայությունից օգտվելու։ Դերակատարներ, դատարան, դատախազություն, քննչական կոմիտե, բանտային համակարգ, ոստիկանությունն էլ մեզ նվեր։ Այս 5 բանի քրեական արդարադատության դերակատարները որոշում կայացնելու փուլում պիտի դիմեն ինչ-որ մասով պրոբացիայի ծառայությանը, ռիսկ, կդիմեն թե չեն դիմի, որովհետև պրոբացիայի ծառայությունը չի գործում առանց իրեն դիմելու, իրեն պիտի դիմես, որ ինքը սկսի գործել։ Նաև պարտադիր պայման չեք դրել, որ ինքը գործի, չէ՞։ Հա, պարտադիր պայման անչափահասների համար հայեցակարգով ֆիքսած է։ Չափահասների համար դե դժվարանում ենք ասել, որովհետև պարտադիր որևէ երկիր չունի, չկա պարտադիր կամ մշակույթ, որը ձևավորվում է ու դու ուզում ես այդ զեկույցը, որովհետև իրապես չես կարող իրավաբանի վրա դնել անձի գնահատման ֆունկցիա, այսօր մեր քննիչները տառապում են, որպեսզի կարողանան մի քիչ անձ մեկնաբանել, որպեսզի վերջում դատարանը, դատախազի կողմից ներկայացվող մեղադրականը կարողանա բան անել, քննել այս երկու կողմին եւ վերջում որոշում կայացնել։